Շարունակվում էին ներորդ գումարման առաջին նստաշրջանի առաջին նիստերը եւ ազգային ժողովի բնականon գործունեությունը ապահովելու համար շարունակվում է խորհրդարանի ձևավորումը։ Նախորդ օրերի ընթացքում արդեն իսկ ընտրվել էին ազգային ժողովի նախագահն ու ազգային ժողովի նախագահի 3 տեղակալները, որից հետո падգամավորները անցան մշտական հանձնաժողովների ձևավորմանը։ Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի համար իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը առաջադրեց Արուսյակ Ջուլակյանի թեկնածությունը, որի կենսագրական մանրամասների ներկայացումը վերապահվեց նույն խմբակցության падգամավոր Արման Եղոյանին։ Արուսյակ Ջուլակյանը իր ելույթի ընթացքում շնորհակալություն հայտնեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության իր գործընկերներին վստահության համար եւ անդրադարձ կատարեց հանձնաժողովի նախորդիվ կատարած գործունեության եւ ստեղծած արդյունքների մասին։ Միաժամանակ թեկնածուն իր խոսքում ընդգծեց, որ ձևավորվելիք հանձնաժողովի կարևորագույն խնդիրներ լինելու նոր սահմանադրության ընդունումը։ Հանձնաժողովը պետք է դառնա այն քաղաքական եւ մասնագիտական հարթակը, որտեղ կձևավորվեն Հայաստանի նոր սահմանադրական ապագայի հիմքերը։ Բայց մենք չենք կարող խոսել նոր սահմանության մասին առանց պատասխանելու մեկ հիմնարար հարցի. ինչ պետություն ենք կառուցում, ինչ պետություն ենք ուզում փոխանցել մեր երեխաներին, ինչ սկզբունքների վրա պետք է հիմնված լինի Հայաստանի Հանրապետության հաջորդ փուլը։ Պատասխանը կարծում եմ հստակ է, հարգելի գործընկերներ։ Մենք կառուցում ենք իրավական պետություն, որտեղ ոչ ոք օրենքից վեր չէ եւ չպետք է լինի։ Իրավական պետություն, որտեղ իշխանություն իրականացվում է ոչ թե անձերի, այլ ինստիտուտների միջոցով։ Արուսյակ Ջուլակյանի ելույթից հետո падգամավորները հերթագրվեցին վերջինիս հարցեր ուղղելու համար։ Հայաստան դաշինքի падգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե Ջուլակյանը ինչ կարծիք ունի քննչական կոմիտեի վերջերս հրապարակած հաղորդագրության վերաբերյալ, երբ խախտվել էր անձնական տվյալների պաշտպանությունը։ Խոսքը Հովիկ Աբրահամյանի որդու Արգամ Աբրահամյանի ենթադրյալ սպանություն պատվիրելու կոմիտեի տարածած հաղորդագրության դեպքին էր վերաբերում, երբ այդ հաղորդագրությամբ թիրախավորվել էր նաև Գագիկ Ծառուկյանի դուստրը Արգամ Աբրահամյանի կինը։ Դատապարտում եմ, բայց նաև պետք է ասեմ, որ սա կարծես թե առաջին դեպքը չէ, որ մենք ունենում ենք խնդիր հայտարարությունների հետ կապված, որտեղ որ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի հետ կապված խնդիր է արձանագրվում։ Եվ այստեղ ես չեմ ուզում, որ մենք պարտադիր տեսնենք դիտավորությունը, այլ գուցե պրոֆեսիոնալիզմի խնդիր։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության վերաբերյալ այլ կարծիք ուներ ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով այս հարցում չկիցեց կարծիքը թիմակցի հետ, ընդգծելով, որ այնուամենայնիվ հաղորդագրությունը իրավաչափ է եղել։ Չեմ կարծում էլի, որ համաշխարհային պրակտիկայում կա դեպք, երբ որ նման դեպքերում հնարավոր է խոսել մոտիվից առանց ձեր ասած ինֆորմացիան որևէ կերպ հայտնի դառնալու։ Նշենք, որ Արուսյակ Ջուլակյանին ինչպես իշխող խմբակցությունից, այնպես էլ ընդդիմադիր падգամավորներից ուղղեցին ամենատարբեր հարցեր՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումից մինչև բանտարկյալների համաներում եւ այլն։